Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Արշակ Սրբազանը պնդում է, կաթողիկոսը հրաժարական չի տալու, Մայրաթորի դիվանապետը աղմկահարույց բացահայտումներ է արել։ Կալանավորված արքեպիսկոպոսները կաթողիկոսին կոչ են անում եպիսկոպոսատ ժողով անել, ինչ է հայտարարել Մայրաթորը։ Կատարակչի փոխարեն վեհափառի անունը հավատացյալներն են տալիս, ինչ է կատարվել Սուրբ Սարգիս եկեղեցում։ Արցախցիները պահանջում են, որ Արցախի թեմի առաջնորդը ներողություն խնդրի հակաեկեղեցական արշավում Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելու համար, ինչ մանրամասներ է հայտնել Արցախի փաստաբանը։ Եվ այսպես Մայրաթորում պատրաստվում են եպիսկոպոսների ժողովի։ Ժողովի հրավիրման գլխավոր պատճառը եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կենքին առնչվող հարցերի քննարկումն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրում է եպիսկոպոսատ ժողով, որը հաջորդում է նոյեմբերի 4-ից 7-ը տեղի ունեցած հոգևոր խորհրդի նիստին։ Ի դեպ, ավելի վաղ Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսները գտնվելով քրեակատարողական հիմնարկում հրապարակային կոչով դիմել էին վեհափառին, առաջարկելով գումարել եպիսկոպոսատ ժողով։ Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խորցավով կատարել հետևյալ հայտարարությունը։ Դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը եւ ընթացքը դավադիր գաղթագողի վարքով։ Դատապարտում ենք աշխարհիկ իշխանությանը, այն էլ հայրենադավ եւ դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ գործիք դառնալով նրանց ձեռքին։ Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ եւ իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում եւ ատյաններում։ Արտակարգ հոգևոր ժողով է սպասվում նաև Արցախի թեմում։ Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը մեծ զրույցում հայտնել է, որ իր տեղեկություններով առաջնորդարանում քննարկվելու է թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին հատուկ կոչով դիմելու հարցը։ Ինչպես գիտեք, Վրթանես Սրբազանը հայտնվել է հանրային դժգոհության կենտրոնում վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման հետևանքով։ Ի դեպ, հենց երեկ Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց բողոքի հավաք էր տեղի ունեցել։ Տասնյակ արցախցիներ պահանջում էին հանդիպում Վրթանես եպիսկոպոսի հետ, ակնկալելով նրա ներողությունը հակաեկեղեցական արշավում վարչապետի կողքին կանգնելու համար։ Այս օրերին հակաեկեղեցական արշավի հիմնական թիրախ դարձած Մայրաթորի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էլ երկար լռությունից հետո առաջին անգամ արձագանքել է իրեն վերագրվող ինտիմ տեսանյութերի շուրջ աղմուկին։ Սրբազանը հերքում է դրանց իսկությունը, ընդգծելով, որ տեսանյութերը կեղծ են եւ տարածվել են իրեն վարքաբեկելու նպատակով։ Նա նշել է, որ այդ տեսանյութը իր եւ իր քերակնոջ հետ որևէ առնչություն չունի։ Արշակ Սրբազանը այսօր առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է, որ հանդիպել է ազգային անվտանգության ծառայության տարբեր պաշտոնյաների հետ։ Ասուլիսի մանրամասները դիտեք ռեպորտաժում։ Վերջին ամիսներին իր եւ եկեղեցու շուրջ ծավալվող սկանդալների, տարածված տեսանյութի եւ եկեղեցում ներքին հակասությունների մասին խոսեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ժամից ավելի տևած մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա կտրականապես հերքեց իր կապն այդ տեսանյութերի հետ, նշեց, որ դրանցում երևացող անձը ինքը չէ։ Տեսագրությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել։ Անգամ քննչական կոմիտեն, որ այսպես ասած բարյացակամորեն է տրամադրված մեր նկատմամբ, քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի ինչ-որ տեսագրություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի, որ այո, այդ տեսագրությունները մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա անտեր ինչ-որ տեսագրությունը։ Քննչական կոմիտեն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Խախտված չէ նաև իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։
Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը եւ ով տարածել է։ Արշակ Սրբազանն իր խոսքի մի զգալի հատված նվիրեց այն քաղաքական ու հոգևոր զարգացումներին, որոնք ըստ նրա ուղեկցել են այս պատմությանը։ Սրբազանը դատապարտեց 8 եպիսկոպոսների հանդիպումը Փաշինյանի հետ, որոնք հետագայում հայտարարություն էին տարածել կաթողիկոսից պահանջելով ինքնակամ հանգստյան կոչվել։ Այն անձինք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, նրանք կիսում են նրանց քայքայիչ պետականական գործունեության պատասխանատվությունը։ Եկեղեցին կարիք ունի խոր բարեփոխումների արդյունավետ իրականացնելու իր առաքելությունը, բայց այդ բարեփոխումները բացարձակապես կապ չունեն իրական խնդիրների ու մարտահրավերների հետ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև, շեշտեց Մայրաթորի դիվանապետը։ Կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելը չէ, որ Հայաստանը որպես գործոն այսօր պարզապես դուրս է մտվել, իսկ որ աշխարհաքաղաքական խաղատախտակից նվազեցվել է Հայաստանի որպես պետություն դերակատարությունը։ Կուսակրոնությունը չէ խնդիր, որ Ալիևի պահանջները օրեցօր սաստկանում են։ Ես երբեք չեմ լսել, որ Էրդողանը կամ Ալիևը կամ այն բոլոր աշխարհաքաղաքական խաղացողները, որոնք որ Հայաստանի համար ճակատագրական հարցերում կարող են դեր ունենալ, Հայաստանի նկատմամբ իրենց օրակարգերը ձևավորեն պայմանավորելով կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելու հետ։ Սա ուղղակի զավեշտ է, չէ՞։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ այդպիսի օրակարգ են դրել։ Եթե անգամ վեհապարը ստեղծվի իրավիճակ, եթե անգամ այդպիսի իրավիճակ չի լինելու, մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է որևէ մեկը որևէ ձևով չի կարող համարել, որ վեհապարը պաշտոնաթող է եւ վեհապարը հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտոնավարել։ Բայց ես նորից եմ ասում, վեհապարին աջակցողների բանակը մեծ է, վեհապարի շուրջ համախմբված են բոլոր այն եկեղեցականները, որոնք ուխտը պահում են, որոնք հավատարմությունը պահում են։ Արշակ Սրբազանի խոսքով ծավալվող գործընթացները չեն կարող սահմանվել կուսակրոնության կամ կարգապահական հարցերով։ Այս իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին միջադեպ, այլ որպես ավելի լայն գործընթացի դրվագ, որտեղ ըստ նրա եկեղեցու առջև կանգնած իրական մարտահրավերները ստվերվում են։ Այս կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած պատարագին էլ է զեղչվել վեհապար Հայրապետի անունը։ Պատարագիչ քահանա Տեր Արարատի փոխարեն պատարագին մասնակցող քաղաքացիներն են հնչեցրել Գարեգին II անունը։ Այդ քաղաքացիներին ոստիկանությունը բերման է ենթարկել։ Նրանք եկեղեցում բղավել են վեհապարի անունը, ասելով, որ քահանան գրաքննում է պատարագը։ Կաթողիկոսը Գարեգին II-ն է, Արցախն էլ հայկական է։ Այդ խոսքերը ասելուց հետո նրանց քաշքշելով դուրս են բերել եկեղեցուց։ Իդեպ պատարագիչը Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Արարատն էր, որովհետև Սուրբ Սարգիս եկեղեցու քահանաներից ոչ մեկը չէր համաձայնել մատուցել պատարագը, որին ներկա էր Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանությունը ուժ կիրառելով եկեղեցուց հանել են իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանին եւ ակտիվիստ Հայկ Դորունցին, որին մեկ ամիս առաջ Հովանավանքից բերանը փակելով դուրս էին բերել։ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցածի մանրամասները տեսանյութում։ Կաթողիկոս Գարեգին II, տեսում մամա այս ծնունդն է, ռուզա շնորհավոր։ Հավանաբար տեսավ, որ կաթողիկոսը Գարեգին II-ն է։ Կաթողիկոսը, բայց խեղ գլուխը որ հարկում ինչ ա եղել։ Եղբայր խեղ գնաց քաշում չափը տալն ինչ արել է տղենք հետ։ Ինչ ում տարանիչ համար։ Հայկն էր Դորունց,
այն հատվածը, որտեղ պետք է կաթողիկոսի անունը տան, մի խումբ հավատացյալներ եւ չտվեցին։ Այսինքն գրաքննել են։ Սա իսկական պատարակ չի, էլի։ Ինչ որ մեկը որոշել է, որ պետք է կաթողիկոս Գարեգին II-ի անունը չտան։ Ու այդ մասը զեղչում են, չեն տալիս։ Այնտեղ մի խումբ հավատացյալներ գոռացին կաթողիկոս Գարեգին II։ Հա, ու Հայկին տարան։ Շատերն են գոռացել։ Մենակ Հայկը չի գոռացել։ Չգիտեմ ինչի է հենց իրեն, երևի որովհետև անցած անգամ Հովանա վանքում ինքը բան արեց, գոռաց Ստեփան Ասատրյան իրավունք չունես, երևի հայտնի էր դա արել ու դրա համար իրան տարան։ Հիմա պետք է հասկանալ որտեղ է Հայկը։ Այժմ մեր տաղավարում թեմայի մասին զրուցելու եմ իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։ Բարի երեկո, պարոն Իշխանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Խնդրեմ, սիրով։ Եկեղեցու դեմ արշավ, կաթողիկոսի անվան նսեմացում, պետական միջամտություն, Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցածը, քահանաների հրաժարումը, այլ եկեղեցուց քահանա հրավերելը, ոստիկանության ներխուժումը, սա քաղաքական սկանդալ է, թե համակարգված քարոզչություն ուղղված հայ առաքելական եկեղեցու հեղինակազրկմանը։ Չէ, հեղինակազրկմանը չի, զավթմանն է ուղղված գողությանը, այսինքն հայ առաքելական եկեղեցին այն ամենակազմակերպված կառույցն է այս պահին, որը զբաղվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ, մասնավորապես արցախցիների վերադարձի իրավունքի հարցով, պատանների եւ գերիների վերադարձի հարցն է բարձրաձայնում, ինչպես նաեւ մշակութային ժառանգության պահպանման հարցով, որովհետեւ Ադրբեջանը վերացնում է Արցախում հայկական հետքը եկեղեցիները, իսկ եկեղեցին դիմադրում է դրան, դատական գործեր է ներկայացնում, միջազգային համաժողովներ է կազմակերպում, ինչպես նաեւ գիտենք, որ կաթողիկոսի ուղերձն էր հեռացվել բանից ամանորյա եթերից հանրային հեռուստատեսության։ Մի խոսքով, այստեղ այդ եթե ավելի տենց քաղաքական կոնտեքստով նայենք, իմաստը այն է, որ պահից եթե ասեք Գարեգին II-ը ասի, թե հա արցախցիները որևէ իրավունք չունեն, հայերը իրավունք չունեն, եկեղեցիները ինչքան ուզում են թող վերացնեն ադրբեջանցիները, ինչքան ուզում են թող հայերին չգիտեմ, քնած մարդկանց կացնահարեն կանանց մասնատեն, այդ պահից այս Նիկոլ Փաշինյան անունով քաղաքացին, որը զավթել է հայկական լծակները իշխանական, այդպես բնականաբար խնդիր չի ունենա հետը։ Եթե նայենք մենք օգոստոսի 8-ին այդ նախաստորագրված այդ փաստաթղթի մեջ, որտեղ փաստորեն մեր դեմ իրականացված հանցագործությունները միջազգային դատարաններից հետ են կանչում, նոր տարածքներ են տալիս, Զանգեզուրի միջանցքն են տալիս, Մինսկի խումբը ցրեցին եւ այլն, այնտեղ 8-րդ կետ կա, որով ասվում է, որ պետք է Հայաստանը պայքարի ծայրահեղականության դեմ։ Իսկ Ադրբեջանի համար ծայրահեղականություն ո՞րն է Հայաստանում։ Ծայրահեղական է Ալիևի համար նա, ով հայերից նա, ով պայքարում է իր իրավունքների պաշտպանության համար։ Այսինքն ես դուք բոլորս մեկ ծայրահեղական եք, Նիկոլ Փաշինյանն էլ ծայրահեղականը չի, էլի։ Եթե անդրադառնանք երեկվա դեպքին, Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած, այսինքն հասել ենք մի փուլի, երբ հավատացյալը, եթե եկեղեցում հանդգնի տալ վեհափառի անունը, պարզապես բերման կենթարկվի։ Ես ուզում եմ հատուկ նշենք, որ ոչ թե պարզապես տա վեհափառի անունը, այլ պատարակի այն հատվածում տա, որտեղ պատարակիչը եւ սարկավակները պետք է տային ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի անունը, բայց չեն տվել, այսինքն գրաքննված է եղել նրանց տեքստը, այսինքն պատարակը գրաքննված է եղել եւ մարդիկ, որոնք ներկա են այնտեղ, նրանք ուղղել են այդ գրաքննությունը, տեքստը, իրական տեքստը վերադարձրել են իրենց տեղը եւ սա այնպիսի մի իրադարձություն է, որ այստեղ միայն հավատացյալների հարցը չի, հա, ասենք գրաքննությունը ինքը սրտխառնոց առաջացնող բան է հատկապես ասենք մշակութային գործիչների մոտ, եթե իհարկե գրաքննությունը ադրբեջանական կամ ՔՊ-ական քարոզչություն չէ, որը վտանգավոր է մարդու կյանքի համար եւ այդ պետք է գրաքննվի այդ քարոզչությունը, բայց պատարակը, որը ասենք կրոնական կազմակերպության արարողության դարեդար այդ անխախտ գալիս է ու այդպես իրագործել են ու հայտնվել է ինչ-որ մեկը, որը 385 եկեղեցի է հանձնել Արցախում, 150,000 մարդու գաղթականասարքել 90%-ից ավելին հայ առաքելական եկեղեցու հետևորդ են այդ մարդկանցից, եկել է հոգևորականներին ասում է, թե ինչպես պետք է կարդան այդ տեքստը։
պատարակը։ Դրա համար անհրաժեշտություն է, որ բոլոր հավատացյալները, եթե պատարակիչը սարկավակները ենթարկվում են այդ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի գրաքննությանը, իրենք տեղում ուղեն դա։ Դուք էլ գրառում եք արել, ասում եք, որ որվեք կուսակցության առաջնորդ իրավունք չունի գրաքննություն անել եկեղեցու արարողությունը։ Այսօր Հայաստանում մենք գործ ունենք պետական գրաքննության հետ, թե իշխանության ձևափոխած նոր տիպի ավտորիտարիզմի։ Դե մեկը մյուսի պատճառահետևանքն է, քանի որ սրանք ավտորիտար չէ, բռնապետական են, որովհետև միակ բանը, որ Հայաստանում դեռևս չի վերացել Նիկոլ Փաշինյանը, դա ասենք այս մամուլն է, որը կա եւ բանը կուսակցական համակարգը։ Մյուս իմաստով ինքը լրիվ բռնապետական տարեր է, ու ինքը գնում է դրան եւ կարող ենք ասել, որ բռնապետ է ինքը։ Հետևաբար այդ նոր իրողությունը ստեղծել է, այսինքն Հայաստանը ասած խցկել այդ պանթուրանական փազլի մեջ, ինքը պետք է դա գրաքննությունով անի, որովհետև այդ փազլի մեջ պետք է գրաքննվի հայերին վերաբերող ամեն ինչ, որովհետև եթե ինքը ինտեգրում է Հայաստանը այդ թուրանականության մեջ, թե հայոց լեզուն, թե հայ եկեղեցին, թե այդ խոչընդոտ են իր համար, Թուրքիայի համար, հայոց ցեղասպանության ճանաչումը եւ այլն։ Ու դրա համար ինքը այդ գրաքննությամբ զբաղված բոլոր ոլորտներում, որտեղ հայերի իրավունքների պաշտպանությանն է վերաբերում։ Ակտիվիստ Հայկ Դորունցն էլ էր ձեզ հետ եւ ձեր եւ Դորունցի նկատմամբ ուժի կիրառումից հետո ինչ ուղերձ հղվեց հասարակությանը։ Լռեք, հակառակ դեպքում դուրս կհանենք, թե մենք ենք որոշում, թե որ արժեքն է արժեք եւ ով իրավունք ունի արտահայտվելու։ Նախ Հայկ Դորունցի մասին կուզեի առանձին մի բան անդրադառնանք, որովհետև Հայկ Դորունցն է, որը ցույց է տվել ճանապարհը այս եկեղեցու հանդեպ ոտնձգությունը դադարեցնելու համար, հա, որ Հովանավանքում դիմեց Ստեփան Ասատրյանին ու ասաց դու իրավունք չունես, դու կարգալույծ ես, տղա ջան։ Հետո բերանափակած դուրս հանեցին, բայց Հայկ Դորունցը շատ ավելի կարևոր գործեր է անում, նա պայքարում է Հայաստանում սահմանադրական փոփոխության այն տրամաբանությամբ, որպեսզի իշխանությունը ասենց մի հոգու ձեռքում ամբողջացված չլինի, այդ սուպեր վարչապետական համակարգը չլինի, որտեղ բոլոր իրավապահները իրան են ենթարկվում, ազգային ժողովի ընտրությունների կարգը այնպիսին է, որ միակուսակցական մեկ կուսակցությունը ամեն ինչ կարողանում է որոշի, ու մենք տեսնում ենք դրա արդյունքն է, այսինքն Հայկ Դորունցի աշխատանքը պետք է գնահատել այդ իմաստով, որ ինքը պայքարում է նրա համար, որպեսզի ամենավատ մարդն էլ գա իշխանության, իշխանական հակակշռություն լինի, չկարենա այն անի, ինչ որ սա է կարողանում անել։ Եվ այո, Հայկ Դորունցին էլ ինձ էլ Հայկ Դորունցին էլ եկեղեցուց ուժով հանեցին, երբ որ մենք ուղղում էինք գրաքննությունը, իհարկե այնտեղ մենք չէինք, լիքը Արմինեն էր Պետրոսյան, որ հնչեցնում էր կաթողիկոսի անունը այդ հատվածում, լիքը մարդիկ կան, ես տեսա կանայք էին, որ կարդում էին, երգում էին, որտեղ այդ մասը, երբ որ սարկավակները պետք է ասեն ինքը երգեցողությամբ է, ու մարդիկ երգում էին այդ հատվածը, հետո նույնիսկ վերջում վեհափառին նվիրված երգը երգեցին, այսինքն ոչ մեկ համաձայն չէին, ինչ որ կատարվում, ուղղակի ասենք ճնշելով, գրաքննելով, վախեցնելով փորձում են ցույց տալ, թե բոլորը համաձայն են։ Ահա, ինչ էի ասում։ Ու մեզ հանեցին, հետո տարան, այսինքն անհայտ ուղղությամբ, կարող եք ասել առևանգեցին, ինչ ուզում եք ասեք, որովհետև մեզ ոչ ներկայացրել են մեր իրավունքները, ոչ հիմքը թե ինչի համար են տանում, ոչ ասել են թե որտեղ են տանում։ Փաստացի զրկել են մեզ ազատությունից, մեր կամքին հակառակ A կետից տալել են B կետը։ Դրան գումարած եկեղեցուց այդ ովքեր որ հանել են իրեն ուժով, նրանք էլ պետք է ըստ օրենքին համապատասխան պատասխանատվության ենթարկվել, ես բնականաբար այդ ուղղությամբ գնալու եմ։ Իհարկե մենք հասկանում ենք, որ սահմանադրախախտի, հռչակագրախախտի, քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածը կրոնական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտողի այս իրավական դաշտը խոսել մի քիչ զավեշտ է, բայց մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, մենք օրինական ճանապարհով ենք գնում ի տարբերություն իրենց։ Այսինքն ինչ եք պատրաստվում անել։ Հաղորդում ներկայացնել։ Այո, հաղորդում ներկայացնել եւ դատական process սկսել իմ տեղաշարժը եւ ազատությունը սահմանափակելու համար եւ եկեղեցից դուրս իհարկե։ Կրոնական կարգը ինչու հիմա ունի պաշտպանության կարիք, որովհետև նախկինում չենք տեսել, որ պատարակների ժամանակ ոստիկանական ուժեր այդքան տեղակայվեն եկեղեցում։ Նախ ոստիկանական ուժերը պաշտպանության կարիք ունեն, որովհետև իրանք կատարում են հրամաններ, որոնք իրանք չեն ուզում կատարել,
որովհետև բոլորն էլ հասկանում են, հա, որ մի հոգի եկել է ու ասենք մտել է իրաց կրոնական կազմակերպություն, ընդ որում կրոնական կազմակերպություն, երբ որ ես ասում եմ, եկեղեցին նաև սահմանադրությամբ օժտված է հատուկ կարգավիճակով, որովհետև 1700 տարվա պատմություն ունի, մեր ինքնության ամենալավ փոխանցողն է, այս պարզապես կրոնական կազմակերպությունն էլ չէ, էլի սահմանադրական կարգավիճակն էլ պետք է շեշտել, բայց ամեն դեպքում թե այդ թվում դատախազները պաշտպանության եւ ազատագրության կարիք ունեն, որովհետեւ մենք հայակվեով օրինակ դիմել ենք դատախազություն, հաղորդում ենք ներկայացրել, որպեսզի այս մարդկանց, որոնք խախտում են Սահմանադրության 17-րդ հոդվածը, պետության եւ կրոնական կազմակերպության տարանջատումը, նրանք նաեւ խախտում են քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածը եւ 441-րդը։ Մեկը վերաբերում է կրոնական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտելու, մյուսը պաշտոնական դիրքի չարաշահմանը։ Եվ դատախազությունը փաստորեն հրաժարվել է գործ հարուցելուց, պարզապես հրաժարվել է։ Այսինքն այս մարդը կարող վեր կենա, որոշի ինքը թե ով պետք է լինի այս կրոնական կազմակերպության բանը առաջնորդը, կարող է ասենք այնտեղ կանոնը մտնի իրենց պատարակը գրաքննի, կարող է վարկաբեկի, ատելության խոսք տարածի, հայհոյի, չգիտեմ, ամեն ինչ անի ու ընդ որում իր այդ բոլոր այդ խմբակներով, կարգալույծին կարա ասի չէ կարգալույծ չէ, այսինքն լրիվ ինքն է էլի կազմակերպում այդ գործունեությունը խոչընդոտելով իհարկե, բայց դատախազությունը ասի դե չէ, բան, ոչ մի բան չկա, բայց ասենք անմեղ հոգևորականներին տանի գերեվարի կամ ասենք Սամվել Կարապետյանին, որը ընդամենը իր եկեղեցին պաշտպանելու համար տանի գերեվարի։ Այսինքն այստեղ դատախազությունը ազատագրելու խնդիր ունենք։ Նաև բոլոր իրավապահ համակարգում աշխատողներին ազատագրելու խնդիր ունենք, այս Արցախը հանձնած այս էակից, այս հակաժողովրդավար էակից։ Ի վերջո Արցախը միայն հայկական ինքնության մաս չէ, չէ՞, ինքը ժողովրդավարության մաս էր։ Մենք այնտեղ ժողովրդավարություն էինք կառուցում, նախագահներ էին փոխվում, իշխանական ճյուղերն էին իրարից անջատ, մյուսը բռնապետական էր։ Այսինքն 12000 քառակուսի կիլոմետր ժողովրդավարությունը սա տվեց բռնապետությանը։ Հետո էլ գնում են ասում են սա ժողովրդավար է։ Կարծիք կա, որ եկեղեցու դեմ գործընթացը վարկաբեկող արշավ է, իշխանության վրեժն է, քանի որ եկեղեցին հրաժարվում է լեգիտիմացնել իշխանության քաղաքականությունը։ Դուք այդ կարծիքին եք, թե սա ընդհանրապես ճանապարհ է հասարակությունը արմատազրկելու եւ արժեքները խեղելու համար։ Չէ, դրա մասին խոսեցինք, եկեղեցին քանի որ ինքը արցախցիների վերադարձի իրավունքի հարցն է բարձրացնում, Արցախում հայկական ժառանգության հետքը վերացնելու դեմ է պայքարում, քանի որ ուղերձում, քարոզներում միշտ կոչ է անում նեցուկ կանգնել, սատար կանգնել մեր այս ժամանակահատվածում նեղության մեջ գտնվող հայրենակիցների, արցախցիների հանդեպ, բնականաբար սրանք հակառակն են անում, ատելություն են տարածում արցախցիների հանդեպ, զտպարտություն, կեղծիք, ԱԱԾ-ին են ուղարկում Արցախի ներկայացության շենքի վրա 3 տարի ամեն օր, ամեն ժամ հանձնում էին Արցախը, գնում էին հարցազրույցներ էին տալիս, մենք ռեսուրս չունենք Արցախը պահելու, դա ամբիոնից Շուշին դժբախտ-դժգույն քաղաք է, մեզ պետք էր Շուշին, ուզում եք ասել Շուշին հայկական քաղաք է, 9 ամիս շրջափակման մեջ չէին պահում, ոչ օգնեցին, ոչ բան, հետո երբ որ 23 թվականին սեպտեմբերին հարձակվեցին, այնտեղ տղաները 200-ից ավել մարդ կռվեցին, այդ թվում Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը զոհվեց ու ստեղից էլ այդ այսպես կոչված ազգային ժողովի նախագահը, որը մարդկանց վրա է թքում, քաղաքացիների վրա է թքում, ասում է թող մնային կռվեին, մի խոսքով կամ ասենք այն հանրային հեռուստատեսության կհիշենք, այն որ արցախցին ասում է 2000 դրամ չունեմ, որ վննաման առնեմ, այսինքն կոշիկ առնեմ եւ հանրային հեռուստատեսությամբ տարածում են թե արցախցիները 2000 դրամով ցույցերի են գնում եւ այլն, այսինքն սա այդ իշխանությունը զավթացնելն են անում մեր դեմ եւ եկեղեցին անում դրա հակառակը պաշտպանում է եւ սրանք իրար հակադրվում են եւ սրան պետքա որ այդ եկեղեցին քարոքան դանի որպեսզի մենք մեզ չկարողանանք պաշտպանել պետք է բան Դուք ձեր գրառման մեջ էլ եք քիչեցրել որ 5000 հոգու խաբելով սպանելով Արցախը հանձնածները չնչին են որ վախներ շնչեն այսինքն եկեղեցու դեմ արշավը ձեր ընկալմամբ նույն շղթայի մասն է Այո միանշանակ ոչ միայն եկեղեցու սկսենք ամենասկզբից դատական իշխանությունը հիշում ենք ոնց զավթեցին, ովքեր որ չեն ենթարկվում այս դեղին մամուլի խմբագիր Նիկոլ Փաշինյանին,
օրինակ Դավիթ Գրիգորյան, Ալեքսանդր Ազարյան, նրանց դեմ գործեր էին հարուցում։ Հիշենք, Ալեքսանդր Ազարյանը կալանքից ազատեց, այսինքն խափանման միջոցը փոխեց Ռոբերտ Քոչարյանի, սրանք ոչ մի բան չէին կարողանում գտնեին այդ դատավորի վրա։ Այդ դատավորը փաստաբանների գնահատականով մի քանի տարի լավագույն դատավոր էր ճանաչվել, բան չէին կարողանում գտնեին։ Ի վերջո Բոհի ղեկավարին Սմբատ Գոգյանին ասացին մի հատ գնա դիսերտացիայի մեջ մտի, գիտական աշխատանքի մեջ մտի։ Սա բացում է գիտական աշխատանքը, այնտեղ նկարահանում են թե կեղծարարություն կա, պլագիատ կա այդ գործի մեջ։ Էդ էլ է հերքվում, բնականաբար այդ մակարդակի մասնագետի ինչ պլագիատի մասին է խոսքը։ Դավիթ Գրիգորյանի դեմ գործ հարուցեցին, գնացին շո 2000-ականների սկզբին գլխին գործ սարքեցին, հետո այս վերջերս արդարացվեց մամուլում եղավ հրապարակումը, որ որևէ բան չկար վրան։ Իսկ ովքեր որ ենթարկվում էին, հանգիստ տենց իրենց ցոփշվայտ կյանքն էին վայելում, այնտեղ, չգիտեմ, գնում էին պլաստիկ վիրաբուժություն էին անում եւ այլն, տենց մեր հաշվին կայֆավատ էին լինում։ Իսկ այդ դատական համակարգը, մյուսը բանակում տեսնենք, ովքեր որ այնտեղ ենթարկվում էին այս տղային կրկին արժանանում էին ինչ-որ պաշտոնների, իսկ ովքեր ոչ, ասենք Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան, Միքայել Հարությունյան, այսինքն այդ կոտրում էր այդ բանակը, հետո հիմա էլ տեսեք Յուրի Խաչատուրովին ու Գրիգորի Խաչատուրովին նորից գործ են հարուցում դեմները, կամ Տիրանը Խաչատրյան, հենց այն պահից, երբ որ հիշում եք ասել էր Իսկանդերը 10%-ով է կրակում հարցազրույցներում ու լրագրողը Տիրան Խաչատրյանին հարցել էր կարա տես բան լինի, կարծեմ էս էր, չէ, եթե չեմ սխալվում պատմությունը, դա էլ ծիծաղել էր, մի քանի օր առաջ ազգային հերոսի կոչում էր տվել, հանեցին, հետո սկսեցին դատել, մի խոսքով, այսինքն այստեղ մենք գործ չունենք ոչ արդարադատության, ոչ կարգ ու կանոնի, ոչ քաղաքակրթության, այստեղ մենք գործ ունենք մեկ անձի քմահաճույքների հետ, այդ մեկ անձն էլ ասենք բան չի էլի, գոնե մի քիչ բան, sense վեհ չի, մի քիչ Ընդամենը դեղին մամուլի խմբագիրը, որ իր կարիերան ինքը արել է մարդկանց դեմ զրպարտություններ անելով, ստելով եւ այս բան նենգությամբ ընտանիքներ քանդելով։ Հիմա ինքը քանդում է ընտանիք, չէ։ Նախ այդ ընտանեկան բջիջները բոլորս մենք ունենք ընտանիքի անդամներ, որոնց հետ չենք խոսում, ընկերներ, որոնց հետ չենք խոսում։ Հիմա էլ այս եկեղեցին է, ընտանիքա, մտել է մեջը քանդում է։ Ոստիկանությունից պարզաբանել էին, որ ձեր անվտանգության համար են ձեզ հիշեցրել։ Ումից են պաշտպանում կամ Եթե ուզում են իմ անվտանգությունը պաշտպանել, ինչի համար է այս իրավիճակը առաջացել։ Այս իրավիճակը առաջացել է, քանի որ մեկ սադրիչ կա, որը խոչընդոտում է կրոնական կազմակերպության գործունեությանը։ Այս իրավիճակը եւ գրաքննել է այս իրավիճակը առաջացել է դրա համար։ Հիմա եթե այդ մարդուն մեկուսացնեին դատախազությունը այդ գործ հարուցել, իմ անվտանգությունը ապահովված կլներ։ Այնտեղ պատարակում չէին գրաքննի, կհնչեր կաթողիկոսի անունը, ես պարտավորված չէի լինի ուղղել գրաքննությունը, հնչեցնել կաթողիկոսի անունը, եւ ինձ այնտեղից չէին հանի։ Իմ անվտանգությունը ապահով կլիներ։ Սիրելի ոստիկաններ, իրավապահներ, դուք սխալ մարդու եք իմ անվտանգությունը ապահովելու համար մեկուսացնել։ Այդուհանդերձ, այդպիսի հիմք գոյություն չունի։ Իմ անվտանգության համար բանի Ռաֆիկի պատմությունն է, չէ՞, ասում Ռաֆիկի այդպես փող ենք հատկացրել բյուջեից, որ գնա Շվեյցարիա, որովհետև հասարակությունը վտանգավոր է Ռաֆիկի համար։ Հիմա ոստիկանությունն է, ինձ տանում է հաջորդ անգամ խնդրում եմ Շվեյցարիա ուղարկեք, այդպես ապրելու, որ իմ քանի որ հասարակությունը վտանգավոր է իմ անվտանգության համար։ Հա, ու եթե այդպիսի հիմք գոյություն չունի, կրկնում եմ, կարգավիճակ ես չունեի որևէ, երբ որ իմ տեղաշարժը սահմանափակվել էր, եւ կրկնում եմ, սա ստանալու է իրավական պատասխան։ Նաև դուք նշել եք, որ կոչ եք անում մշակույթի ոլորտին չհանդուրժել եւ կոշտ արձագանքել։ Ինչպես եք պատկերացնում այդ անհանդուրժողականությունը եւ որը կլինի արդյունքը։ Նախ մենք ես եւ Լիլիթ Բլեյանը երգչուհի, այս արդեն տևական ժամանակը մտավորականների ենք նկարում, որոնք սատարում են եկեղեցուն, կաթողիկոս Գարեգին II-ին եւ գերեվարված հոգեվորականներին, անմեղ հոգեվորականներին գերեվարված։ Նախ իրենց նախաձեռնությամբ կարող են աջակցել, իրենց խոսքը ասել։ Ես հատկապես մշակույթի գործիչներին եմ կոչս ուղղել, որտեղ սա գրաքննության հետ կապ ունի։ Իսկ գրաքննությունը ուղիղ կապ ունի այս գործունեության հետ։ Եվ զավեշտալի է, որ Հակոբ Կոջյան դպրոցի տնօրենը, Կերպարվեստի դպրոցի տնօրենը գնացել է կանգնել է գրաքննիչի կողքը, պատկերացնում եք,
ասենք նկարիչ ես, որ պետք է երեխաներին այդպես վառ երևակայություն եւ բան սովորացնես։ Դու գրաքննիչ, հիմա որ ասենք այդ գրաքննիչը ասի երեխաներին սովորացրու Սարյանի նկարներից Արարատը ջնջել։ Ինչ անել ջնջելու է, հա? Կամ ասենք սովետական միությունը լիներ, ասել մի հատ գնա այդ Չարենցին այդ նկարից մի հատ հենց ջնջի, ես ինչ ձև է։ Մի խոսքով սա էլ է զավեշտ, էլի, ասեք իմ ծնողներին ուզում էին Կոջյանի դպրոց տանեին, երբ որ փոքր էի, դե որ պիտի դպրոցը կանեի, ուրեմն փոքր էի, բայց հիմա ասած որ նայում ասի չէ, ասեք դպրոցի տնօրենը եկել է կանգնել է գրաքննիչի կողքը։ Ու դրա համար է մշակութային գործիչներին կոչս եւ կոչը սա, որտեղ սրանից հետո կփորձեն եկեղեցում շարունակել գրաքննել, անպայման իրենք ուղղեն այդ գրաքննությունը։ Եթե չհնչի կաթողիկոսի կամ այլ պատարագից ինչ որ բան ուզենա հանի, որտեվ սրան շատ չկա, չէ, կարող է ասենք բան անի, ինչ որ տարբեր բաներ մեջից անի, սկսի ինչ որ բանդուրի չգա բան, ասենք կարող այնտեղ, չգիտեմ, կարող է բանից առաքյալների անուններ են տալիս, ինքը ասի չէ Մեհրիբան Ալիևի անուն տվեք, ասես բաներ կարող անի, կամ Էնվեր Փաշայի։ Դրա համար պետք է մշակութային գործիչները եւս իրենց աջակցությունը ցույց տան նախ հոգեվորականներին, հավատացյալներին եւ մշակույթին։ Ի վերջո եկեղեցին ինչ է, այդ մշակույթի փոխանցման ամենակարգավորված, ամենակայուն կառույցն է։ Հիմա մենք մեր մշակութապես այս ամբողջությամբ այս եկեղեցական բաներով լցված ենք, չէ՞։ Ինչ են շարունակում պատարագին։ Ու հա, կարող եկեղեցիներ կան, կարող գնալ, ասենք, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի հետ թեյ խմել եւ ասել չես ամաչում այդ տղայից ինչ ես անում։ Մի խոսքով մի քիչ բան ցույց տվեք, էլի, նենց ոնց որ իրականում կաք, ոչ թե նենց ոնց որ ուզում է լինի Նիկոլ Փաշինյան։ Այլ ավելացնելու բան ունեք։ Չէ, ինձ թվում է այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։ Իսկ օրեր առաջ ազատ արձակված Լիդիա Մանթաշյանը դեռ շարունակում է ապաքինվել այն ամենից, ինչի միջով անցել է։ Իմ գործընկեր Անի Աբաղյանն է խոսել նրա հետ։ 5 ամիս կանոնավորվելուց հետո 5-րդ օրն է Սրբազան պայքարի մասնակիցը ազատության մեջ է։ Լիդիան պատմել է Աբովյան քրեակատարողականում անցկացրած օրերի, մոր ապրումների եւ այսօր կալանքից ազատվելուց հետո ունեցած ծրագրերի մասին։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել YouTube-ի մեր ալիքում ավելի ուշ, իսկ այժմ դիտենք մեկ փոքր հատված։ Ես սպասում եմ վերջնական արդարացման որոշմանը, որովհետև կպել են մեր պատվին, իմ պատվին եւ իմ մյուս ընկերների պատվին, ընդ որում ասեմ մեզ հանցավոր խումբ են համարում, բայց ես այդ մարդկանց մի մասին ես քրեական գործի շրջանակներում եմ հարազատացել, երբ որ միասին գնում էինք դատերի հետ էինք գալիս, այդպես փողոցում որ տեսնեի, կարող է մաքսիմում ասեի բարև ձեզ, կամ կարող է ընդհանրապես չբարևեի ոմանց, որովհետև այդպես սեր ծանոթություն չենք ունեցել, բայց մենք հանցավոր խումբ ենք, ահաբեկչություն ենք կազմակերպել միասին, ու իմ բոլոր բախտակից ընկերներին, այսպես ասած, պետք է որ լինի արդարացնող որոշում։ Մենք պետք է հասնենք դրան, ինչպես 30-ականների ռեպրեսիաներից հետո մարդիկ հետո տասնամյակներ հետո իրենց որոշումները վերցնում տարբեր տեղերով գնում էին, ասում էին տեսեք, որ մենք արդար ենք եղել։ Մենք էլ ենք նույն ձևով լինելու, չնայած կարծում եմ, որ գիտակից հանրությունը հասկանում է, թե ինչ է կատարվում։ Իսկ Սրբազան պայքարի գործով անցնող պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը վերացվել է եւ փոխարինվել տնային կալանքով եւ 20 միլիոն դրամ գրավով, հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։ Միջազգային լրահոսից Հռոմի Պապը Լիբանան իր այցի ընթացքում դիմել է երկրի քաղաքական առաջնորդներին կոչ անելով խաղաղությունը դարձնել գլխավոր առաջնահերթություն։ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ելույթ ունենալով նախագահի, վարչապետի եւ այլ քաղաքական առաջնորդների ներկայությամբ ասել է, որ Լիբանանը պետք է շարունակի խաղաղ ջանքերը չնայած տարածաշրջանում չափազանց բարդ, կոնֆլիկտային եւ անորոշ վիճակին։ Նա նախազգուշացրել է, որ մարդկության ապագան վտանգված է աշխարհում արյունալի հակամարտությունների անսովոր քանակի պատճառով։
Այն ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի վաղ առավոտյան ժամը 9-ին։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։